տարեցները 60 եւ ավելի տարեկանները շատ հաճախ կասկածելի ծագման, ինչպես արդեն նշեցիք, ինֆորմացիա են սպառում տարբեր հեղինակավոր մարդկանց, կարող են լսել իրենց կարծիքով, ճակերտավոր հեղինակավոր, այնպիսի բառապաշարով, բառամթերքով, որ ցավոք անընդունելի է եթերում, փողոցում եւ արդյոք սա չի պարունակում ռիսկեր, որ այդ կանայք հիմնականում ավելի ցավոտ է, երբ որ կանանց մոտ են, նրանք կարող են դա իրենք էլ օգտագործել այդ բառերը, անցնի իրենց, վերցնեն աննկատ ենթագիտակցական մակարդակում, արդյոք այսպիսի խնդիր չկա, որպեսզի ֆիլտրեն մարդիկ, թե ում են լսում եւ ինչ են լսում, ինչ բառապաշարով։ Դե իհարկե կա, բայց դա արժեհամակարգային հարց է, այսինքն ցանկացած մեկը չի վերցնի եւ լսի հայհոյախառն հաղորդումներ, չէ՞, արժեհամակարգային հարց է, այսինքն այսպես ականջն ուզում է, սիրտն ուզում է, չգիտեմ, դա մի տեսակ մեդիա գրագիտության հետ կապված չի, այդ հետ մարդուն ասես մի լսի, որովհետեւ չգիտեմ ինչ, իրանք էլ գիտեն, հա, ես համոզված եմ, որ որևէ մեկին փոքրուց չեն դաստիարակել, ասելով, որ այդ որտեղ տեսնես հայհոյում են, դու գնա ականջդ կախի։ Բայց երբեմն սովորեցնում, չէ՞։ Դե երևի միջավայրն է այդպես, միգուցե իրանք լավ միջավայրում չեն գտնվում, այսինքն միայն մեդիա գրագիտության մասին խոսելով չեն կարող այդ մարդուն կտրել այդ միջավայրից բերել, դա տևական, երկարատև շփման արդյունք է, այսինքն հիմա եթե մենք ասենք մի լսիր, այդպես չի, որ ինքը պետք է վեր կենա եւ չլսի։ Ուղղակի պետք է զգուշավոր լինել, չընկնել այդպիսի թակարդները եւ եթե դա մարդու արժեհամակարգը չի, պետք է նշել, հա, այդ հոդվածը նշել սփեմ անել, ասել, որ սա վատ բովանդակություն է, մի լսեք այսպիսի բան, այսինքն սփեմ անել, երբ որ տվյալ բովանդակությունը պարունակում է հայհոյախառն արտահայտություններ, որ ոչ պարկեշտ բառապաշար, պետք է բողոքարկել դա, որպեսզի տվյալ հարթակը իմանա, որ այսպիսի բովանդակություն է հայտնվել իրեն հարթակում եւ ավելի քիչ ցույց տա կամ երբեմն նաեւ փակի բովանդակությունը, ոչ թե այդ այն մարդկանց կողմից, ովքեր ունեն նորմալ արժեհամակարգ, այսինքն մենք բոլորով պետք է օգնենք, որպեսզի նման նյութերը փակվեն եւ չհասնեն այն մարդկանց, ում ականջներին հաճո է դա լսելը։ Ինձ թվում է ուրիշ բան անել չեն կարող։